Ստուգելների չարությունը 1, Կամավորն աշխատեցնում է Հանրապետության հրապարակի կայարանում տեղադրված ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորը։ Սրտի հանկարծակի կանգը հաճախակի պատահող խնդիր է, սակայն ճիշտ մոտեցումների կիրառմամբ հնարավոր է կյանքեր փրկել։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի տարբեր շրջաններում այսպես կոչված կյանքեր փրկող սարքերի տեղադրումը։ Հենար հիմնադրամի հետ համատեղ ջանքերով ձեռք բերված սարքերը, դեֆիբրիլյատորները նախատեսված են անհետաձգելի իրավիճակներում մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելու համար, մինչև կժամանեն բժշկական թիմերը։ Կյանքի համար վտանգավոր ախտորոշող սարքերը տեղադրված են փողոցներում, այգիներում, բազմամարդ հանրային տարածքներում, ասում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ակտիվ համագործակցելով Հենար բարեգործական հիմնադրամի հետ մենք շարունակաբար զարգացնում ենք այս ծրագիրը նպատակ ունենալով Երևանի տարբեր անկյուններում ապահովել արագ եւ հասանելի օգնություն։ Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային եւ տեխնոլոգիական ինտեգրված լուծում։ Դեֆիբրիլյատորը կոչվում է նաև սիրտ էլեկտրաշոկային սարք։ Սա բժշկական սարք է, որն օգտագործվում է սրտի հանկարծակի կանգի կամ լուրջ առիթմիաների ժամանակ սրտի ռիթմը վերականգնելու համար։ Բոլորին խնդրում ենք, որ հետ մնան, հետ կանգնեն, որովհետև դեֆիբրիլյատորը անալիզ է անելու եւ պիտի հաղորդենք էլեկտրաշոկ։ 4, 5, 6, 7, 8, Այն տալիս է ուժեղ էլեկտրական շոկ սրտին, նպատակ ունենալով վերականգնել սրտի ռիթմը։ Սովորաբար օգտագործվում է այն դեպքերում, երբ սիրտը թրթռում է խիստ անկանոն կամ կանգ է առել։ Կիրառվում է այն դեպքերում, երբ օրինակ մարդն անգիտակից է, չունի շնչառություն եւ զարկերակ։ Այդ դեպքում պետք է հնարավորինս արագ գործի դնել դեֆիբրիլյատորը։ Երևանի քաղաքապետը հուսով է, որ կհաջողվի Երևանը դարձնել առողջության պահպանման առումով յուրօրինակ լուծումներ ունեցող քաղաք։ Պաշտպանված սրտի քաղաք նախաձեռնությունը մեկնարկել է 2024 թվականին։ Նպատակն է ստեղծել համակարգ, որը հնարավորություն կտա փրկել մարդկանց կյանքեր։ Նախաձեռնության շրջանակում պետք է կրթական ծրագրերի միջոցով բարձրացվի սիրտ-թոքային վերակենդանացման մասին իրազեկման մակարդակն ու վերապատրաստեն կամավորների։ Այս ծրագիրը իսկապես շատ հաջող օրինակ է մասնավոր պետական համագործակցության, որը ստեղծում է նոր քաղաքային կառավարման մթնոլորտ եւ կոչ եմ անում ձեզ բոլորին միանալ այս շարժմանը, որտեղ իսկապես դա կարող է լինել մարդու համար երկրորդ շանսը եւ ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք Երևանը կդարձնենք պաշտպանված սրտի քաղաք։ Այս պահին մայրաքաղաքում տեղադրված է 20 դեֆիբրիլյատոր։ Առաջիկա շաբաթներին դրանց թիվը կավելանա ևս 30-ով, իսկ գործընթացին ընդգրկված 500 կամավորների թիվը պետք է հասցվի 2000-ի։ Զուգահեռ համակարգվում է գործակցությունը շտապօգնության ծառայության հետ։ Աիդա Ավետիսյան, Ռադիոլուր։